Սիրելի հայրենակիցներ, Տեր Հիսուսով բոլորիդ ողջունում ենք։ Բոլորովին էլ գաղտնիք չէ, որ դարեր շարունակ մարդկության գաղափարների մեջ իր ազդեցությունն է բերել Դարվինի էվոլյուցիայի տեսությունը, կամ ինչպես կոչվում է դարվինիզմը, բարեշրջման սկզբունքները եւ գիտենք այդ սկզբունքները որոնք են, որ միլիոնավոր տարիների, էոնների ընթացքում, դարաշրջանների ընթացքում թե մարդ արարած, թե բնությունը եւ թե կենդանական աշխարհը բարեփոխման է ենթարկվել եւ զարգացման այս աշճանին է հասել հիմա որ մենք տեսնում ենք եւ ըստ Դարվինի որևէ ձևով բացատրությունը չի տրվում թե սկզբնաղբյուրը որտեղ է միայն գիտենք որ ամենապստիկ մասնիկից ամիոբայից զարգացման ընթացքում ամեն բան առաջ եկավ եւ մանավանդ շատ ավելի ծիծաղելի այն տեսությունը որ միլիոնավոր տարիների ընթացքում կապիկը զարգացավ եւ դարձավ մարդ այսօր մարդ արարածը կա որ բանական էակ է որ խելացի մի էակ է որի մեջ բնակում է հոգի եւ անձ սակայն մյուս կողմից Աստծո խոսքը իր ամբողջ զորությամբ եւ գեղեցկությամբ բացատրությունն է տալիս այն բոլոր մութ կետերի, որ այսօր մարդկությունը եւ գիտությունը չի կարողանում դրա բացատրությունը տալ։ Ըստ Աստծո խոսքի, որ ճշմարիտ է եւ իրական է, Աստված ստեղծեց ամեն բան իր խոսքի միջոցով։ Աստված ստեղծեց մարդ արարածին, հողից նրան ստեղծեց եւ նրա ռնգունքների մեջ Աստված իր շունչը փչեց եւ մարդը կենդանի էակ դարձավ։ Մարդը դարձավ բանական մի էակ, խոսուն էակ։ Աստված մարդուն տվեց կամք ընտրության, բարին չարից, լավը վատից։ Եվ այսօր գիտենք, մարդը ամենազարգացած եւ ամենաբարձր էակն է այս երկիր մոլորակի վրա։ Աստված մարդուն տվեց նաև խոսելու շնորհք։ Մարդը բանական էակ է, բան, այսինքն խոսք, խոսուն էակ։ Եվ այսօր մենք սիրելիներ Ալբերտ եղբոր հետ միասին պիտի խոսենք մարդկային խոսքի մասին, նաև զուգահեռներ պիտի անցկացնենք եւ տեսնենք թե ինչ ձևով պիտի համատականությունը դնենք Աստծո խոսքի հետ միասին։ Այո, որպեսզի ավելի պարզ հասկանանք, եկեք մտածենք միասին, որ գոյություն ունի հիմնականում երկու մոտեցում, որ եւ գիտնականները եւ ընդհանրապես աշխարհիկ բնագավառը այսօր ընդունում է, որ մարդը, ինչպես արդեն ասացինք, սկսում է ինչ որ մի միաբջիջ կենթանուց եւ մենք ուղղակի գտնվում ենք նույն կենթանական աշխարհի մեջ ուղղակի մենք ավելի զարգացած եւ ամենաբարձր աստիճանի վրա գտնվող բայց նույն կենթանական աշխարհին պատկանող էակ ենք համարվում եւ սա իհարկե ես սրա հետ համաձայն չեմ որովհետեւ նաեւ մեկ ուրիշ մոտեցում կա, որ մենք ոչ թե նույն կենթանական աշխարհի ներկայացուցիչն ենք, այլ ինչ որ մի բան ունենք, որը դու արդեն անվանեցիր որպես խոսք կամ հոգի, որը կատարելապես մեզ դուրս է հանում կենթանական աշխարհից եւ մենք համարվում ենք շատ ունիկալ յուրահատուկ ներկայացուցիչ, որը կենթանական աշխարհին չենք պատկանում։ Իհարկե գիտական կողմից եթե մենք նայենք, պետք է համաձայնվենք, որ եւ շատ բժիշկները եւ անատոմիան նաեւ ասում է, որ մեր մեջ մարմնական բնագավառում իհարկե մենք ընդհանուր բաներ շատ ունենք կենթանիների հետ, որովհետեւ մենք տեսնում ենք, որ մեր եւ օրգանները եւ մեր ֆիզիոլոգիան եւ մեր անատոմիան եւ մեր մարմինը եւ շատ այստեղ հետաքրքիր է պետք է նշել, ինձ թվում է, որ նաեւ շատ բնազդներ որ միայն եւ միայն պատկանում են մարմնական բնագավառին բնազդներ մենք ունենք, որը բնազդ է եւ ոչ թե բանականություն։ Եվ Աստվածաշնչի մեջ այդ առաջի փուլը շատ հետաքրքիր ներկայացված է։ Երբ որ տեսնում ենք Աստված հողից
սարքում է արարում է Ադամին եւ այդ առաջի ընթացք այդ բնազները այդ ինչ որ ֆիզիոլոգիան ունենք մենք կենթանիների հետ ընդհանուր այդ առաջի փուլի մեջ է որ Աստված մեր մեջ դրել է բայց հետաքրքիրն է որ երկրորդ փուլը երբ որ Աստված ինչպես ասեցինք իր շունչն է փչում մարդու վրա այդ ժամանակ նոր այնտեղ ասում է որ եւ Ադամը եղավ կենթանի հոգի եւ իհարկե այսօրվա աշխարհիկ բնագավառը գիտությունը միգուցե չի ընդունում, չնայած շատ արդեն նոր գիտնականներ կան, որ ընդունում են հոգու գոյությունը եւ գերբնական աշխարհը։ Եվ այսօր մենք տեսնում ենք, որ շատերը չեն կարող ընդունել դա եւ գտնում են, որ ուղղակի մեր բանականությունը, մեր խոսքը, որ մենք այսօր ունենք, դա ընդամենը պայմանական ինչ որ բան է եւ ոչ մի հոգի մարդ արարածը չունի։ Հիմա պատկերացրու մենք շատ քիչ ժամանակ ունենք որ դրա մասին խոսենք, դա ժամեր է պետք եւ շատ գրքեր են գրվել դրա վերաբերյալ, բարձելու թե արդյոք մարդը ունի ինչ որ ոչ նյութական բնույթ, այսինքն բացի մեր մարմնից արդյոք մենք ունենք հոգի, արդյոք մենք ունենք այդ ներքին եսը, որ Աստվածաշունչը երբեմն անվանում է սիրտ, երբեմն անվանում է ներքին շունչը, երբեմն հոգին, որ լրիվ առանձին, կատարելապես առանձին գոյություն ունի մարմնից բացի։ Հիմա սա է հարցը եւ ինձ ես համոզված եմ, որ Աստծո խոսքը ճիշտ է ասում Աստվածաշնչի մեջ շատ գեղեցիկ ձևով, որ բացի մարմնից մենք նաեւ ունենք այդ անձ եւ հոգի, անձ եւ հոգին, բայց հետաքրքիրը սա է, որ ես կուզենայի այդ հարցը առաջ քաշել, այդ երկու նյութերի այդ երկու բաղադրությունների անվանենք հոգին եւ մարմինը դրանց պայքարը եւ երբ որ հոգին գերիշխում է մարմնի վրա կամ եւ հակառակը ինչ հետևանքներ կարող է ունենալ մենք եկեք տեսնենք հասարակության տեսակետից եւ բոլոր սոցիոլոգները համաձայն են դրա հետ իհարկե մենք տեսնում ենք որ երբ որ մարդ արարածի մեջ գերիշխում է մարմնականը ինստինկտը կամ բնազդը հայերեն որ ասում ենք ինչը բնազդ կենթանական աշխարհը մեր զոոլոգները կենթանաբանները գիտեն որ ինչ որ օրենքներ ունի որը բնազդի վրա է հիմնված այսինքն ուժեղը թույլին ոչնչացնելու ուտելիքը խլելու կամ այդպիսի ով որ ուժեղը պետք է անպայման հաղթի դա գոյատևման օրենքներ կա թույլերին խժռում են ուժեղները ավելի ասենք առանց են գնում եւ այդպիսի հասարակական այդպիսի process-ներ են տեղի ունենում եւ ցավոք սրտի եթե մարդկային հասարակության մեջ հոգեվորը տուժում է եւ հոգեվոր աճը չկա պակասում է սա իսի կարելի է այսինքն էքսպերիմենտի նման ցանկացած հասարակություն վերցնել եւ տեսնել այն հասարակության մեջ որտեղ որ հոգեվոր վայրեջք է նկատվում այնտեղ վերելքը նկատվում է բնազդների ինստինկտների կողմից, որը առաջանում է եւ կռիվների միջոցով։ Սովորաբար պատերազմները իմիջիալոց շատ լավ օրինակ է այդ արտահայտության պատերազմները կամ այսօրվա մեր լեքսիկոնի մեջ կա մաֆիա բառը, որը հենց այդ կլանային, ցեղային խմբերի, այսինքն այդ կլանային ցեղային գոյատևությունը ուժեղը թույլին ճնշելու այդ հարաբերությունները առաջանում են սովորաբար այն հասարակությունների մեջ որտեղ որ հոգևոր վայրեջ գոյություն ունի եւ մենք դերևս չենք հասել լրիվ Աստծո խոսքին ինձ թվում է մենք հետո դրան կանդրադառնանք հիմա դերևս ներածության միջոցով մենք նայում ենք ուղղակի թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ երկուսի տատանումը Եվ եթե անձնավորության մեջ եթե նույնիսկ նայենք, եթե մարդը կա, ասենք, մարդ, որը հոգևոր կրթություն չունի, այսինքն կապչույլ կրթություն ասելով ես նկատի չունեմ համալսարաններ, բայց կա ընտանիք, որտեղ որ ավելի շատ հոգևորի եւ ավելի շատ հավատքի վրա է եւ ոչ գերնյութական ինչ որ արժեքների վրա է հիմնված իրենց կրթությունը եւ դաստիարակությունը եւ կա նաեւ մարդիկ, ովքեր որ իրենց հիմնական սերը բևեռված է ուտելիքի վրա կամ ընդհանուր ինչ բնազդներ կան մարդու վրա
մարդու մեջ կենթանական այդ բնազդները գերիշխում են այդ մարդու կյանքի մեջ եւ իհարկե այդ մարդկանցից բաղկացած հասարակությունը անտանելի է եւ ես այնտեղ չէի ուզենա ապրել ճիշտն ասած Անշուշտ ճշմարտությունը ունի ճշմարտություն որքան էլ ընդունվի կամ չընդունվի երբեք ճշմարտությունը չի խափանվում Աստված երբ որ հայտարարում է որ ինքը մարդ արարածին ստեղծեց եւ նրա ռնգունքներին, այսինքն իր մեջ, այդ մարդու մեջ իր շունչը, իր հոգին դրեց, մենք հավատում ենք այդ բանին, ընդունում ենք այդ բանի եւ դրանով ամեն հարցերի պատասխանը մեզ համար տրված եւ բավարարված է մարդու ստեղծման, նրա գոյակցության եւ այստեղ արդեն մեզ համար հարց չէ թե ինչպես ստեղծվեց, ինչ միջոցով ստեղծվեց, ինչ շրջաններ անցավ։ Մենք արդեն հասկացանք Աստծո խոսքից, որ Աստված մարդուն ստեղծեց եւ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերի եւ նմանության պես։ Սա շատ կարեւոր հանգամանք է, որ Աստված երրորդություն է եւ մարդը եւս երրորդություն է, հոգի, շունչ կամ անձ կամ ինքնագիտակցություն եւ մարմին երրակ բնությամբ, որ կենթանիները չունեն, նրանք մարմին են եւ միայն բնազդների վրա հիմնված ինքնաճանաչողություն, շատ սահմանափակ ձևով, ուրեմն մարդը բարձր մակարդակի միակ է եւ Աստված մարդուն շնորհել է խոսք, հարաբերվել, խոսել, իր տիպի, իր նմանակի հետ գործակցել, հարաբերության մեջ մտնել։ Եվ մենք գիտենք, որ մարդկային պատմության այս ընթացքում, որ 6000 տարիներ են ընդգրկում, մարդը իրապես մտային զարգացման բարձր աստիճանի հասավ եւ մենք գիտենք, որ պատմության մեջ եղել են հայտնի փիլիսոփաներ, գրողներ, բանաստեղծներ, որոնք ըստ աշխարհի ընդունվածքի հանճարեղ գրություններ են իրենց հետևից թողել, որ մարդկանց համար շատ օգտակար են եղել, իրենց կենցաղի համար, ասենք, բարձր մակարդակի հասնելու համար ամեն տեսանկյուններից, սակայն ըստ Աստծո խոսքի, եթե մենք դիտարկելու լինենք, տարբեր բան պետք է տեսնենք։ Բայց Ալբերտ ջան, քանի դեռ մենք Աստծո խոսքին չենք ացել, այս նյութը մի փոքր էլ զարգացնենք, որից հետո մենք կանցնենք Աստծո խոսքը։ Դե քանի որ առաջի փուլի մեջ ենք, ես կնշեի, որ շատ կարևոր է հասկանալ հետեւյալը, որ իհարկե ինչպես նշեցինք, Աստծո պատկերը կա մեր մեջ։ Ինչ բան է Աստծո պատկեր։ Շատ անգամ շատ դժվար է ընդունել թե հասկանալ թե Աստված ինչ ձև ունի կամ պատկեր ունի, նույնիսկ ուղղափառ եկեղեցու մեջ կա, ասենք, սրբապատկերների ինչ-որ իկոնոգրաֆիա է դա կոչվում, նույնիսկ չնայած մենք այդքան չենք սիրում պատկերել այդքան բաներ, բայց իկոնոգրաֆիայի մեջ օրենք կա, որ Աստծուն երբեք չի կարելի որևէ ինչ-որ ձև պատկերով ներկայացնել։ Որտեղ Աստված է ասում, այսինքն Աստծո որդուն, ասենք, մարմնացած Հիսուսին նկարագրում են, բայց եթե ուշադիր լինես, ոչ միտեղ Աստծո կերպար, նկար, որևէ սրբապատկեր չկա, կա ռուսական եկեղեցու մեջ մի քանի սրբապատկերներ հոր Աստծո կերպարանքով, բայց եկեղեցին այդ սրբապատկերները համարում է չեղյալ, որովհետև դա, ասենք, այդ պատկերը, քանի որ հիմա մենք ասում ենք Աստծո պատկերով ենք մենք ստեղծված, դա չի նշանակում, որ արտաքնապես մենք շատ նման ենք Աստծուն կամ Աստված մեզ նման է։ Իհարկե, ինչպես դու ասացիր, հիմնական պատկերը Աստծո մեր մեջ ինչն է, դա մեր խոսելու ունակությունն է, դա մեր հոգևոր ակունքներն է, որ մենք ոչ թե մարմին ենք, այլ նաև հոգի, եւ մեր բանականությունն է, եւ մեր ստեղծելու, արարելու նաև ունակությունն է, որ նաև Աստծուց է տրված։ Եվ ինչպես ասեցինք, իհարկե գոյություն ունեն շատ մեծ գլուխգործոցներ, գիտական, երաժշտական ինչ-որ այդպիսի արտահայտություններ, որ ոչ մի ձևով մենք չենք ուզում ասել, որ սա ընդամենը մարդկային է, ուղղակի պետք է հասկանանք երկու հիմնական
տեսանկյուն, որի միջոցով Աստված ազդել է մարդկության վրա։ Առաջինը, երբ որ առաջի պարգևները, որ Աստված շնորհեց մարդուն, Ադամին, դա հենց այդ պարգևներ իր նմանությունով ստեղծելն էր, որ Ադամը ստեղծվեց եւ դարձավ բանական էակ։ Դրա հետ մեկտեղ Աստված ամբողջովին մարդկությանը տվել է իր հոգուց իհարկե մի մասը, այդ տաղանդները, որ մենք այսօր ասում ենք, դա լրիվ աստվածային շնորհք է մարդկությանը իհարկե։ Մենք գիտենք, որ կան գերազանց նկարիչներ այսօր եւ բանաստեղծներ եւ մնացած բոլոր ինչ որ գեղեցիկ է եւ ինչ որ գերբնական է ու հիասքանչ, իհարկե դա մենք պետք է ընդունենք, որ դա իհարկե Աստծո պարգևն է մարդկությանը, բայց տարբերությունն է մեզ ուզում դնել բնական պարգևների եւ գերբնական պարգևների միջեւ։ Շատ անգամ մարդիկ այս երկու մասերը լավ չեն պատկերացնում։ Գոյություն է բնական պարգև, որը երաժշտական լսողությունը, գրելու տաղանդը, մնացած ուրիշ բոլոր հարցերը, սա համարվում է տաղանդ, ոչ թե գերբնական պարգև։ Այսինքն Աստվածաշունչները դա անվանում տաղանդ, որ Աստված բնական կերպով շնորհել է մարդկությանը։ Բայց իհարկե սա փրկության, հոգու փրկության հետ ոչ մի կապ չունի, սա բնական տաղանդեր են, որը այս երկրում ապրելու ժամանակ, այս աշխարհի մեջ, այդ տաղանդները օգտագործում ես, որպեսզի քո հասարակության ավելի լավ ծառայես։ Բայց գոյություն է նաև գերբնական տաղանդ, որին կանդրադառնանք երկրորդ մասի, երկրորդ փուլի ընթացքում, որը լրիվ ուրիշ, կատարելապես ուրիշ ազդեցություն ունի եւ կապված է հոգու փրկության հետ, եւ մենք տեսնենք, թե ինչպես կարող է մարդու կյանքը դա փոխել։ Ուրեմն ամփոփելով մենք ուզում ենք ասել, որ այդ տաղանդները բնական ձիրքերը, որ մենք ունենք, դա Աստծո կողմից է տրված եւ Աստված հետաքրքրված է եւ Աստված ողջունում է այդ բոլոր գլուխ գործոցները եւ արվեստը եւ երաժշտությունը, այն ինչ որ բարի է, ինչ որ մարդկանց կարող է ծառայել, բայց դա դեռևս բավական չի։ Եվ հետաքրքիրն է, որ կա դրանից հետո գերբնական մի շարունակություն, որին մենք քիչ հետո կանդրադառնանք։ Այո, եւ եթե ընդհանրացնենք, եթե սահմանափակենք մեր խոսակցությունը ներածականը այս չափով, մեր հետագա խոսակցությունը պիտի տանենք հետևյալ ուղղությամբ, մարդկային խոսք եւ աստվածային խոսք, այս հարաբերությունը պիտի քննենք։ Անշուշտ մենք նշեցինք, որ մարդկային խոսքը որոշ իրավիճակների մեջ շատ բարձր մակարդակի է, գրված գլուխգործոց գրքեր, ասենք պատմություններ, բանաստեղծություններ եւ այլն, չէ։ Եվ մարդը նաեւ տիրապետում է, ասենք, խոսքի կուլտուրային արվեստին բարձր, այս գրական խոսքին, չէ։ Շատ մարդիկ կան, որ տիրապետում են եւ իրանց խոսակցությունը շատ հաճելի է նաեւ լսելը եւ այլն, չէ։ Սակայն մյուս կողմից պիտի հարաբերության մեջ դնենք Աստծո խոսքը։ Ինչպիսի ազդեցություն ունի մարդկային խոսքը, ինչ զորություն ունի։ Ինչ զորություն ունի։ Այո, մարդկային խոսքը կարող է մարդու միտքը փոխել։ Նոր գաղափարը հնի վրա կարող է տիրապետել։ Մի նոր գաղափար, որ լսեց, որ իր համար ավելի տրամաբանական է թվում, իր համար ավելի ընդունելի է, հին գաղափարը, այսպես ասած, պատմության գիրկը անցավ եւ նոր գաղափար իր համար իբրև առաջնորդող մի բան եղավ։ Մարդկային խոսքը այն զորություն ունի, որ մարդու միտքը կարող է փոխել։ Եվ այսօր մենք գիտենք, որ եթե ուզում են որևէ արշավ կատարեն, որպեսի մարդկանց համախմբեն, հավաքեն, չէ, գաղափարներ են ներարկում եւ մարդը կարող է այդ գաղափարներին այո ասել եւ ընդունել այդ գաղափարները։ Նույնիսկ այսօրվա հեռուստատեսությունը ինչ հզոր ազդեցություն ունի այդ ռեկլամային տեսակետից մարդու մտքի վրա, նույնիսկ ենթագիտակցության վրա եւ մարդուն համոզելու եւ նույնիսկ ցավոք սրտի, եթե այսօր նայես քաղաքականությանը, ավելի շատ
այդ ընտրաշավը որ կա ավելի շատ խոսքի եւ ռեկլամի հարց է, այսինքն եթե լավ պատրաստված ռեկլամ լինի, ցանկացած մարդ կարող է նույնիսկ նախագահ դառնալ։ Ամեն ինչ այդ խոսքի եւ համոզմունքի այդ համոզելու հիման վրա է այսօր ցավոք սրտի եւ իհարկե մարդկանց մեծամասնությունն էլ ավելի խորը չի նայում թե ինչ կա դրա հետևում, այլ ավելի շատ մակերեսային ազդեցությունն է այսօր։ Եվ իհարկե ես դեմ չեմ հոգեբանությանը այսօր, երբ հոգեբանները շատ դեպքերում օգնում են, բայց նաև տեսնում ենք որ մարդկային հատկապես արևմուտքում Ամերիկայում շատ ընդունված է հոգեբանի մոտ գնալը։ Հայաստանում մեկ ուրիշ ծայրահեղություններ ընդհանրապես դրան չէին հավատում, հարևանի հետ էին այդ counseling-ը անում, իսկ այստեղ հոգեբանի մոտ գնալ եւ սարսափելի գումարներ վճարել, որպեսզի հոգեբանը քեզ գոնե լսի։ Շատ անգամ դա է հարցը, որ նույնիսկ թերապիա էլ չկա, այլ քեզ լսում են, որ դու քո ուզեցածը ասես եւ ինչ որ որևէ խոսքեր կամ անցյալի հետ կապված որևէ process-ներ, որը շատ օգտակար է իհարկե դեմ չեմ, բայց մարդկությունը այսօր պետք է հավատա, որ դա չի դերևս խնդրի լուծումը։ Դու կարող ես գնալ հոգեբանի մոտ, կարող ես գրքեր կարդալ, բայց քո ներքին այդ խորը խնդիրները որ կա, որը հոգեվոր բնույթի խնդիրներ են, պետք է լուծվի հոգեվոր ճանապարհով։ Հենց այստեղ գալիս է Աստծո խոսքի կարևորությունը, որին կանդրադառնանք քիչ հետո, սիրելի բարեկամներ, մի փոքր դադար վերցնենք։ Տերն է իմ արքաների արքա, իմ Աստված կարող է ամեն բան, բարձրյալ է, հզոր է, տիրում է հավիտյան, Տերն է իմ արքաների արքա, բարձրյալ է, հզոր է, տիրում է հավիտյան, Տերն է իմ արքաների արքա, գահը նրա փառքով էլի, գոհության, փառաբանության, ես նրա զավակն եմ, նա է իմ Աստվածը, ամենակարող Աստվածն է իմ, ես նրա զավակն եմ, նա է իմ Աստվածը, ամենակարող Աստվածն է իմ։ Տերն է մեր արքաների արքա, մեր Աստված կարող է ամեն բան, բարձրյալ է, հզոր է, տիրում է հավիտյան, Տերն է մեր արքաների արքա, բարձրյալ է, հզոր է, տիրում է հավիտյան, Տերն է մեր արքաների արքա, գահը նրա փառքով էլի, գոհության, փառաբանության, մենք նրա զավակն ենք, նա էլ մեր Աստվածը, ամենակարող Աստվածն է մեր, մենք նրա զավակն ենք, նա էլ մեր Աստվածը, ամենակարող Աստվածն է մեր, բարձրյալ է, հզոր է, տիրում է հավիտյան, Տերն է մեր արքաների արքա, բարձրյալ է, հզոր է, տիրում է հավիտյան, Տերն է մեր արքաների արքա,
Նակիցներ մեր հաղորդումը շարունակում ենք Ալբերտ եղբոր հետ միասին առաջին մասում մենք խոսեցինք մարդ արարածի մասին որպես Աստծո ձեռքերի գործ եւ նրան շնորհված բանականությունը խոսքը որ մարդը խոսուն էակ է եւ խոսեցինք մարդկային խոսքի մասին այն կարևոր նշանակություն ունի եւ նրա զորությունը հանդիսանում է որ այն կարող է մարդու միտքը փոխել, սակայն նշեցինք, որ մարդու խոսքը, մարդկային խոսքը, մարդու էությունը չի կարող փոխել։ Սակայն Աստծո խոսքը, որ գրվեց 3600 տարիների ընթացքում ամփոփվեց եւ այդ գիրքը, այդ խոսքը այսօր ամեն մարդու ձեռքերի մեջ կարող է լինել եւ այդ մարդը կարդալով կարող է աստվածային խոսքին հաղորդ լինել, այդ խոսքը կարող է մարդու էությունը փոխել։ Ալբերտ եղբայր, հաճախ լսում ենք, որ մարդիկ ասում են, օրինակ Պողոս առաքյալ կամ Պետրոս առաքյալ կամ մարգարեները, սրանք մարդիկ էին։ Եվ նրանք գրեցին այս նամակները, ուրեմն մարդու գրված է։ Ինչպես եք ասում Աստծո խոսքը եւ իբրև Աստծո խոսք քարոզում եք։ Իհարկե, եթե մարդը չի հավատում, որ այս անձնավորությունները Աստծո կողմից են ուղարկված եղել, կարելի է թող հետազոտության իմաստով կարող են ուշադրությամբ կարդալ, մի քիչ ժամանակ կտևի, բայց կարդան եւ առաջի փաստարկը, որ կա շատ զորավոր, կտեսնենք, որ ամբողջ 66 գրքերը, որ կան եւ որը մի քանի հազար տարիների պատուհանի մեջ է գրվել, կտեսնենք, որ զարմանալիորեն բոլոր մարգարեությունները եւ խոսքերը հիմնականում բոլորը ցույց են տալիս, մատնացույց են անում մեկ հիմնական ճշմարտություն դեպի Աստված։ Եվ նույնիսկ դատական իմաստով իրավաբանության, եթե նույնիսկ 2 կամ 3 վկա ինչ որ նույն վկայությունն են տալիս, դա համարվում է բավական, որպեսզի մարդը կարողանա դատավորը վերջնական վճիռ ընդունի, դա որպես փաստ է համարում։ Դեք պատկերացրեք, այսքան հազար տարիների ընթացքում այս մարդիկ տարբեր պատմությունների միջոցով, այսինքն հետաքրքիրն է, որ ինչ որ մեկ անձնավորության կողմից գրված չէ, որ մենք կարողանանք այդ անձնավորության նախադրյալները հարցականի տակ դնել։ Եվ 66 տարբեր գրքեր հազարավոր տարիների ընթացքում տարբեր պատմությունների միջոցով, մարգարեությունների միջոցով, նամակների միջոցով, ամեն կողմից ներկայացված են այս զորավոր խոսքերը, որ մարդը կարդալով դու սկսում ես տողերի արանքում տեսնել արդեն հոգևորը, դու կարող ես տեսնել, որ այս մարդկանց կյանքի մեջ Աստծո ձեռքն է գործել եւ իրենք գրել են Աստծո կողմից ոգեշնչված լինելով։ Մարգարեությունների մեջ մենք տեսնում ենք բաներ, որոնք տեղի են ունեցել մի քանի 100 տարի հետո այդ մարդկանց մարգարեություններից, դա նաև մեկ ուրիշ բան։ Եվ երկրորդը իհարկե անձնական փորձն է, որ մարդը պետք է ունենա Աստվածաշունչը կարդալուց։ Ոչ մի գիրք, եթե դու կարդում ես նույնիսկ ամենագեղեցիկ գրական գործերը, դու զգում ես, ազդվում ես այդ խոսքերից, ինչ որ բան միգուցե քեզ փոխում է քո մտածելակերպը, բայց քո անձը փոխել ոչ մի տպատար գիրք մարդկային կողմից գրված ի վիճակի չի, եւ միայն Աստվածաշունչն է, որ կարդալով դու կարող ես զգալ հոգևոր, այսինքն հետաքրքիրն է, որ ամեն մի խոսքի հետևում իհարկե կա որևէ ուժ, բայց այս գրքի որ մենք կոչում ենք Աստվածաշունչ, մեր ձեռքն ենք վերցնում, սրա զորությունը թղթի մեջ պահված չի, կամ այս թանաքի մեջ ինչ-որ կախարդական ինչ-որ բաներ չկան, որ երբեմն մարդիկ պարզամիտ լինելով հանդերձ Աստվածաշունչը դնում են, ասենք, բարձի տակը, որ միգուցե այս կախարդական գիրք է եւ այդ ինչ-որ ուժեր պետք է այս թերթերից դուրս գա եւ մարդուն պետքա բուժի կամ Աստվածաշունչը համբուրում են եւ այլն, բայց ամենաճիշտը նա է, որ ոչ թե այս թերթերի մեջ է այդ զորությունը պահված, այլ հենց այն հոգին, որով որ գրված է։ Եթե
դու եթե կարդում ես մաքուր սրտով, իհարկե ես հասկանում եմ, որ Աստվածաշունչը կարդալ նաև դժվար է, նոր սկսնակի համար, եթե որևէ գրքեր կան, որ պետք է օգնություն եւ պետք է բացատրություն, որ այդ մարդիկ ինչ-որ բան հասկանան, բայց ես խորհուրդ կտամ, ենթադրենք Հովանու ավետարանը կամ Նոր Կտակարանից, կամ մարգարեներից կարդանք, մեր սիրտը բացելով, ուշադիր, մտածելով, որ սա Աստծո կողմից գրված է։ Եվ մենք կնկատենք, որ միգուցե շատերը արդեն ովքեր այդ փորձը ունեցել են, միգուցե հեռուստադիտողները կճանաչեն իրենց, եթե ես ասեմ սա, որ շատերը միգուցե այս սուրբ գիրքը կարդալով դուք զգացել եք Աստծո ներկայությունը այդ ընթերցանության ժամանակ։ Դու զգացել ես, որ քո ներսում ինչ-որ բան փոխվում է, դու զգում ես, որ քո սիրտը սկսում է հալվել, դու զգում ես, որ քո մեջ ծնվում է մի անբացատրելի զգացմունք, որը կոչվում է հավատք։ Այսինքն դու սկսում ես հավատալ 100%-ով, որ Աստված գոյություն ունի։ Եվ գիտեք, տարբերությունը սա է, որ Աստծո խոսքը դա սերմնացանի նման մի բան է։ Եթե Աստծո խոսքը ընկնում է քո սրտի մեջ, պարտադիր չի, որ հենց այսօր դա անմիջապես պտուղ տա կամ շատերն ասում են լսել եմ 1000 անգամ, բայց ոչ չապաշխարեցի, ոչինչ բան չարեցի, ոչինչ բան էլ չկա։ Գիտեք ինչ, ես գիտեմ, որ եթե Աստծո խոսքը ընկնում է քո սրտի մեջ, դատարկ չի վերադառնում։ Այսինքն այդ սերմնացանը, սերմերը, որ Աստված ցանել է այս թերթերի վրա, ընկնում է քո սրտի մեջ։ Միգուցե դու չնկատես, բայց դու եկեղեցուց գնալուց կամ քարոզը լսելուց կամ Աստվածաշունչը կարդալուց հետո, եթե սկսում ես շարունակել քո կյանքը, դու զգում ես, որ այդ խոսքերը դերևս սկսում են խոսել քո սրտի հետ։ Դերևս այդ խոսքերը սկսում են գործել եւ քեզ փոխել եւ վերջապես այդ խոսքերի ներքո դու զգում ես Աստծո ներկայությունը։ Լինի դա քո ննջարանում, քո մեքենայի մեջ, որտեղ որ ես ընթերցանությամբ զբաղվելու ժամանակ։ Այս է այդ տարբերությունը, որ իրոք Աստված իր խոսքը գրելուց հետո նաև անգլերեն ասում են he's backing up, այսինքն տեր է կանգնում, կռնակ է կանգնում։ Ենթադրենք հիմա, եթե դու կարդում ես Շեքսպիր, գերազանց անգլերեն լեզու իհարկե, գերազանց գործեր, և դու զգում ես այդ գեղեցկությունը, բայց Շեքսպիրը չկա այսօր, որ էլի շարունակի քեզ համոզելու և այլ, բայց երբ որ կարդում ես Աստվածաշունչ, սա ոչ թե միայն թանակն է թղթի վրա, այլ այդ խոսքերի հեղինակը կռնակ է կանգնում քեզ, այո, քեզ կենդանի է և սկսում է քեզ օգնել և առաջ տանել և բացատրել։ Եվ պատահական չի, որ Պողոս առաքյալ գրում է, որ ամբողջ գիրքը Աստծո շունչն է, Տիմոթեոսին 2-րդ նամակի մեջ 3-րդ գլուխ 16 համար, և օգտակար է սովորեցնելու, շտկելու, հանդիմանելու համար, որպեսզի Աստծո մարդը կատարյալ լինի ամեն բարի գործերի պատրաստված։ Ուրեմն ամբողջ գիրքը Աստծո շունչն է, թեև տարբեր հեղինակների կողմից գրվեց, տարբեր ժամանակների մեջ գրվեց, բայց հեղինակը, բուն հեղինակը Սուրբ Հոգին է։ Մարդիկ միջոց եղան Աստծո խոսքը գրելու համար, Սուրբ Հոգիով լեցվեցին եւ Աստված նրանց այդ մտքերը, այդ նամակները, թղթերը գրել տվեց, որոնք այսօր կենթանի են, գրվեցին 2000, 2500, 3000 տարի առաջ, բայց այսօր կենթանի են, այսօր արդիական են, այսօր մարդու կյանքը կարող է փոխել։ Հետաքրքիր է, որևէ մեկը ճշգրտությամբ չի կարող ասել, թե վաղը ինչ կարող է տեղի ունենալ։ Անգամ օթևոթաբանները ուղղակի միայն իրենք գուշակում են, վաղը ինչպիսի եղանակ կարող է լինել, հաշվի առնելով որոշ ունեցած իրենց տվյալներ, դիտարկումներ եւ այլն։ Կամ ասենք որոշ ֆինանսիստներ կարող են ասել, որ վաղը ինչպիսի ընթացք կարող է ունենալ, ասենք Nasdaq-ը, stock market, ինչպիսի ընթացք կարող է ունենալ, բայց ճշգրտությամբ ով կարող է ասել, որևէ մեկը չի կարող ասել։ Սակայն Աստծո խոսքը միակն է, որ հազարավոր տարիներ առաջ գրվելով այսօր իրականանում են այդ ճշմարտությունները։
Եսայի մարգարեն Հիսուսից 720 տարի առաջ գրեց, որ կույսը պիտի հղանա, որդի պիտի ծնի, նրա անունը պիտի կոչվի Էմանուել, Աստված մեր մեջ։ Մարդկային պատմության մեջ այդպիսի դեպք տեղի չունեցած, որ կույսը հղանա եւ որդի ծնի։ Եսայի մարգարեի միջոցով Աստված գրեց եւ ժամանակը եկավ, այն իրականություն եղավ։ Եսայի 53-րդ գլուխը ինքը որ գրեց, որ Հիսուս համայն մարդկության մեղքերի համար պիտի մեռներ, խաչը պիտի ելներ, հարություն պիտի եւ ամեն բան գրվեց, անգամ միջև նոր երկիր Աստծո խոսքի մեջ պարունակում է։ Ուրեմն անցյալը, ներկան եւ ապագան ամբողջությամբ ներկայացված է Աստծո խոսքի մեջ կատարյալ իդեալական ճշգրտությամբ։ Եթե այսպիսի բան կա, ուրեմն այն իրոք աստվածային է, այն իրոք ճշմարիտ է։ Այո, եւ հիմա մնում է իհարկե գործնական միգուցե խորհուրդներ տալ մեր ապագա ընթերցանողներին, թե ինչպես պետք է սկսել։ Շատ անգամ ինձ ասում են, օրինակ ես շատ դժվարանում եմ Աստվածաշունչը կարդալ, ես բացում եմ, այնտեղ գրած է Աբրահամը ծնեց Իսահակին եւ նման բաներ, ինչպես պետք է ես դա հասկանամ եւ այլն։ Միգուցե խորհուրդ տրվի, որ նոր կտակարանից սկսվի երևի ընթերցանությունը։ Այո, շատ ավելի հարմար է, ինչպես նշեցի, Հովանու ավետարանը սկզբեն էր բանը եւ բանը Աստծո մոտ էր եւ բանը Աստված էր եւ այդ բանը, որ մենք խոսեցինք, խոսքը, Աստծո խոսքը, որ մարմնացավ, Հիսուս ինքն է ներկայացնում, ուրեմն Հիսուս սկզբեն էր եւ Աստծո մոտ էր եւ ինքը Աստված էր, այս ուրեմն գիտակցությամբ եթե կարդացվի Հովանու ավետանից, բայց գիտես Ալբերտ ջան, մի ավելի կարևոր քայլ կա դրանից առաջ, կարդալուց առաջ։ Այս գիրքը գրվեց Սուրբ Հոգիով եւ որևէ մեկը այն ընթերցելու եւ իրական հասկանալու համար պետքություն ունի ապաշխարության, այսինքն ինքը պետքություն ունի այդ Սուրբ Հոգին ընդունելու, որը որ այս գրքի հեղինակն է, որպեսզի կարողանա հասկանալ այս ճշմարտությունները։ Շատերը այսօր կարդում են, շատերի համար այն ուղղակի պատմությունների շարքեր են, եւ այդ պատմություններն էլ անգամ անգիր գիտեն, սակայն այն իրենց համար նյութական չի դարձած, իրենց մեջ, իրենց սրտի մեջ այն արմատներ չի գցած եւ ուղղակի միայն մտքի ձևով է արտահայտվում, որ իբր պատմություն ինքը գիտի։ Բայց եթե մեկը ընդունում է, որ Աստծո խոսքին մոտենալով ինքը մոտենում է Աստծուն է մոտենում, որովհետև իր խոսքը հենց Աստծուն է ներկայացնում, չէ՞։ Եթե այս սկզբունքով է մոտենում եւ ապաշխարում է, ընդունում է, որ Հիսուս իր փրկիչն է եւ Տերն է, Աստծո հոգին դառնում է իր ուսուցիչը այն սովորելու համար։ Անշուշտ կան շատ գրքեր, որոնք ուղղություն են ցույց տալիս, ինչպես պիտի սրտել, դրանք ավելի շատ վերաբերում են, ասենք, քարոզիչներին, նրանց ովքեր որ իրապես Աստծո խոսքի ուսանողներն են, Աստծո խոսքի աշակերտներն են, որոնք ավելի ուզում են խորանալ աստվածային ճշմարտությունների մեջ, բայց պարզ ճշմարտությունները, փրկարար ճշմարտությունները հասկանալու համար նախապաշխարություն, ապա հավատքով Աստծո խոսքը կարդալ։ Եվ մեկը մեկի ետևից այնպես այդ ճշմարտությունները կբացվեն, որ զարմանալի է։ Մենք ուղղակի մեր վկայությունը այս կապակցությամբ անգամ կարող ենք տալ, թե մեզ մոտ ինչպես եղավ։ Այո, նույնիսկ կարելի է ուղղակի մի քիչ բացատրել ավելի շատ ինչ բան է նշանակում ապաշխարություն, որովհետև մեր բառապաշարի մեջ երբեմն տարբեր նշանակություններ ունի եւ ապաշխարություն նաեւ նկատի է առնվում խորը ապաշխարություն, այսինքն մեղքերի թողություն, ինչ որ նման բան եւ մարդիկ երբեմն զարմանում են, ասում են ես ոչ մի ծանր մեղք գործած չկամ եւ ինչի ես պետք է այդ ապաշխարությունը ընդունեմ եւ ուղղակի պետք է բացատրել, որ Աստված մեզնից սպասում է ավելի շատ անձնվիրություն երևի, որպեսզի մենք ինքներս մեր անձը լրիվ նվիրենք Աստծուն։ Դե պատկերացրեք ինչքան դժվար է, բոլոր նույնիսկ Լև Տոլստոյը մնացած
շատ հանրաճանաչ գրողներ եւ ընդունում էին Աստծո գոյության եւ Աստծուն նվիրված շատ մեծ բանաստեղծություններ էին գրում եւ գործեր եւ պետք է մենք ընդունենք այսօր որ առանց Աստծո հնարավոր չի մարդ արարածը գոյություն ունենա եւ Աստված դա մեր արարիչն է եւ որպեսզի դուք այդ գիծը անցնեք որպեսզի այդ ինչպես մենք ասում ենք ապաշխարությունը ընդունեք եւ այդ այսօրվանից դառնաք Աստծո զավակ պետք է առաջի հերթին հոգեորապես մեր սիրտը բացենք եւ ընդունենք որ Հիսուս Քրիստոսը ճշմարիտ Աստծո որդին որ եկավ մեր համար մեր մեղքերի համար խաչվելու եւ սա է միակ ճշմարտությունը հաճախ այս բառը մի քիչ խորթ է հնչում դժվար ընդունելի է հնչում իհարկե կարելի է հասկանալ մարդկանց սակայն ասենք որ այդ բառի տակ իրենք ինչ որ հասկանում են այդպես չէ Աստված շատ ավելի պարզ ձևով է խոսում եւ գործում ապաշխարության փոխարեն ասենք դառնալ Աստծուն կամ ընդունել Աստծուն այո ընդունել Աստծուն պարտադիր չի հենց ապաշխարություն բառը որ ասես ապաշխարություն ոմանց համար այն վախի զգացում է բերում եթե ապաշխարեմ ինչ պիտի լինի ինչպես պիտի աշխատանքից մեջ լինի եւ այլ մարդիկ կարծում են եթե որը մեկ ապաշխարեց հաց էլ չպիտի ուտի կամ չպիտի ամուսնանա երեխաներ չպիտի ունենա այդպիսի բան չկա ապաշխարել նշանակում է միջև հիմա ես առանց Աստծու էի ապրում թեև կարող է եկեղեցի գնում էի մոմ էի վառում ասում էի Աստված կա չէի մերժում բայց քո սրտիդ մեջ Աստծուն տեղ տալը սա է ապաշխարությունը ընդունես որ դու էլ բոլոր աշխարհի բոլոր մարդկանց նման անխտիր բոլոր ստեղծվածների նման մեղավոր մեկն ես եւ Աստված իր միածին որդուն Հիսուս Քրիստոսին աշխարհ ուղարկեց անձնապես հատուկ քո մեղքերի համար որ Հիսուս համայն մարդկության մեղքը իր վրա առավ որովհետեւ մեղքի փոխարեն մարդը պատիժը պիտի կրեր Հիսուս այդ մեղքը վերցրեց մեզ համար փոխանորդ եղավ մահվան մեջ որպեսզի մենք Աստծո կողմից ստանանք այդ փրկությունը այո Հիսուս ամբողջությամբ կատարեց փրկությունը իրագործեց միայն մնում է հավատքով վերցնենք այսօր Աստված իր ճշմարիտ խոսքն է մեր ձեռքերի մեջ դրել եւ ամեն մարդ կարող է այս խոսքի միջոցով փրկության հասնել որովհետեւ այս խոսքը զորություն ունի մարդու մեջ վերստին ծնունդ տալու քիչ առաջ խոսեցինք մարդկային խոսքի մասին այն միայն միտքը կարող է փոխել գաղափարների փոփոխությունը միայն մտքի մեջ կարող են այդ փոփոխությունները առաջացնել բայց Աստծո խոսքը ուղղակի մարդու սիրտն է փոխում վերստին ծնունդ ինչպես Պետրոս Առաքյալն է գրում ասում է որ նորից ծնված լինելով ոչ թե ապականացու սերմեն որ առաջի ծնունդը մարդկային այդպիսին է այլ անապականացու Աստծո կենթանի եւ հավիտենական խոսքով կամ Հակոբոս Առաքյալն է գրում իր ուզելով մեզ ծնեց ճշմարտության խոսքով ինչ զարմանալի բան այս խոսքը ուրեմն Աստծո խոսքը զորություն ունի մարդու մեջ վերստին ծնունդ տալու նոր հոգևոր մի ծնունդ տալու սքանչելի է եւ մյուս կողմից էլ կարդում ենք որ Աստծո խոսքը լեռները փշրող մուրճի նման է այսինքն մարդու սիրտը որքան էլ որ քարացած լինի այդ խոսքը կարող է մարդու սիրտը ինչպես մի մուրճ փշրել ամբողջությամբ կամ երկսայրի սուր ինչպես ասում է որ կարող է կտրել եւ թափանցել միջև այո եւ այսօր իհարկե մենք ուղում ենք մեր պատգամային մարդկանց հատկապես որոնք ոչ թե միայն արգումենտացիայի վիճաբանության տեսակետից ելնելով կարիքն ունեն Աստծո խոսքի որպես ինչ որ բանում համոզվել այլ նաեւ ամենակարևորը մենք ուզում ենք որ Աստծո խոսքը հասնի կոտրվածներին եւ փշրվածներին եւ հիվանդներին ովքեր որ այլևս հույս չունեն առաջի հերթին հավատացեք որ Աստված այդպիսի մարդկանցով է հետաքրքրված եւ Աստծո ձեռքը տարածվածային մարդկանց ովքեր որ այլևս միգուցե նույնիսկ ինքնասպանության մտքեր ունեն նույնիսկ կարծում են որ այլևս ոչ մեկ իրենց չի սիրում եւ Աստված էլ իրենց վաղուց արդեն մոռացել է եւ իհարկե այսօր այս խոսքը այս կյանք
տվող աստվածաշունչ խոսքը, որ պետք է հասնի այդ մարդկանց, առաջի երթին պետք է բժշկի ձեզ։ Եվ Աստծո խոսքը նաև ասում է, որ Հիսուսը եկավ, որպեսզի կոտրվածները բժշկի եւ փշրվածներին ոտքի կանգնացնի եւ բլբլացող պատրույկը չպիտի մարի, այո, այդ բլբլացող պատրույկը ինչ է նշանակում։ Պատրույկ, այսինքն այդ նավթավարի վերջին կաթիլը, որ արդեն վերջանում է, որովհետև յուղ չկա այլևս այդ նավթավարի մեջ, Հիսուսը ասում է, որ պետք է նորից կրակի բոցով վերականգնի այդ բլբլացող կրակը։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ մեր հույսը միգուցե արդեն վերջացել է։ Մենք այլևս հույս չունենք, միգուցե մենք այնպիսի ծանր հիվանդություն ունենք, որ մեր հույսը լրիվ կորցրել ենք մեր ընտանիքում, մեր բարեկամների կողմից եւ մեր գաղթական խնդիրներն են մեզ շատ ծանր ձևով ճնշում եւ Աստված բոլորի համար ունի պատասխան։ Իհարկե առաջի հերթին պետք է մեր սիրտը տանք Աստծուն, Հիսուսին հավատանք եւ դուք կտեսնեք, որ Աստված իրոք բժշկություն եւ օրհնություն կբերի ձեր տուն այսօր, ձեր օջախի մեջ, ինչպես խոստացված է իր խոսքի մեջ։ Մի կողմից խոնար, փշրված, կոտրած սիրտ ունեցողներին Աստծո պատգամը այդպիսին է։ Մյուս կողմից էլ Աստված ասում է, ով մարդ, քո հույսը դիր քո դրամիտ, քո մարդկային իմաստության, զորության վրա, որովհետև այս ամենը մի օր կանցնեն, հետո կդառնաս կոտրած ու փշրված։ Այո, քանի դեռ այդ օրերը չեն եկած, այսօր, երբ որ Աստծո խոսքը կլսես, քո սիրտդ մի խստացրու։ Այս խոսքը սքանչելի խոսք է։ Ուրեմն Դավիթ մարգարեն ասում է. երիտասարդը ինչպես մաքրի իր ճանապարհը։ Եվ պատասխանը սա է. Աստծո խոսքին ուշադրություն անելով։ Մենք տեսնում ենք այսօր երիտասարդության վիճակը, շատ ցավում ենք։ Ինչպիսի ճանապարհներ կան եւ երիտասարդներ այդ ճանապարհների մեջ կորսվում են, թմրադեղեր եւ ամեն տեսակ բաներ, որոնք կործանարար ճանապարհներ են։ Սակայն եթե մեկը Աստծո խոսքին ուշադրություն է դարձնում, այն իր ոտքերին ճրագ եւ շավիղներին լույս պիտի լինի։ Եվ այսօր Աստծո խոսքը համայն մարդկությանն է։ Աստծո հոգին աշխատում է ամեն մեկի հետ։ Փնտրում է սրտեր, որտեղ հոժարություն կա եւ որտեղ ինքը կարող է ընդունելություն գտնել։ Աստված օգնում է։ Բայց եթե մեկը իր սրտի դուռը փակում է, Աստված շատ քաղաքավարի է, երբեք այդ դուռը չի կոտրում ներս մտնելու համար։ Այլ Հիսուս միշտ այդ դուռը թակում է ասելով. սրտի դուռը բաց, որ ես լինեմ քո Տերդ եւ քո Թագավորդ, եւ այս կյանքի մեջ դու վստահություն, մխիթարություն պիտի ունենաս եւ գալիք հավիտենականությունը պիտի ժառանգես։ Այո, այսինքն ուրիշ էլ բան չի մնում, ամեն ինչ միանգամից տրվում է մեզ բոլորիս։ Ուրեմն երևի մենք ցանկանանք մեր բարի մաղթանքները մեր հեռուստադիտողներին։ Այո, եւ անշուշտ աղոթքը անհրաժեշտություն է, որտեվ գիտենք շատերը սպասում են, որ մեզ հետ միասին նաև այդ աղոթքը կրկնեն եւ շատ այդպիսի հեռաձայներ եկել են, որտեղ իհարկե վկայությունները կան, որ մարդիկ հավատքով այդ ապաշխարության աղոթք արեն։ Իհարկե, երբ որ այս հաղորդումը հեռարձակվում է հեռուստատեսությամբ, մենք նպատակ չունենք, որ ամեն մի հեռուստադիտողի պետք է անպայման ինչ որ բան հասցնենք։ Միգուցե շատ մարդիկ կան, որ արդեն վաղուց հեռուստատեսությունը անջատել են, միգուցե արդեն հեռուստացույցը, բայց Աստված է, որ գործում է, սա է հետաքրքիր, որ մենք կարող ենք ցանել այս խոսքերը, բայց մենք չգիտենք, թե ինչ է կատարվում, եւ Աստված է, որ գործում է, այսինքն պետք է հասկանանք, որ ոչ մի անձնավորություն, ինչքան էլ որ իմաստավոր կերպով հետաքրքիր բառեր օգտագործելով կամ բարձր գոռալով կամ ցածր խոսելով ոչ մի ձևով մենք ոչ մեկին համոզել չենք կարող։ Մենք ուղղակի մատուցում ենք խոսքը, նույնիսկ հում վիճակում, եւ Աստված է, որ պետք է մարդկանց փոխի եւ մարդկանց ավելի բացատրի եւ հասկացնի։ Պողոս առաքյալ Կորինթացիներին գրում է, որ նրանց մեջ վիճաբանություն կար, ասում է
ով է Պողոսը, ով է Ապողոսը, ով է Կեփասը, սպասավորներ են։ Մեկը ցանում է, մյուսը ջուր է տալիս, երրորդը խնամք է տանում, բայց աճեցնող Աստված է։ Ճիշտ բառական այսպեսին է, մենք Աստծո խոսքի սերմերը ցանում ենք ըստ Աստծո խոսքի, որովհետև Աստված մեզ կանչեց, որ իր դաշտի մեջ իր մշակները լինենք, իր խոսքը ճշմարտապես մարդկանց հասցնենք, եւ Սուրբ Հոգին է գործողը, ամեն բանի հեղինակը ինքն է եւ ինչ որ կատարում է ամեն փառքը, պատիվը, զորությունը միմիայն Սուրբ Երրորդությամբ է վայելում։ Այո։ Եվ աղոթենք հիմա։ Այո, այսքանով վերջացնենք եւ աղոթենք մեր հեռուստադիտողների համար։ Խնդրեմ, Ալբերտ։ Սիրելի հայր, մենք շնորհակալ ենք այս գեղեցիկ օրվա համար եւ միայն դու ես ճանաչում մեր հեռուստադիտողներին եւ լսողներին եւ խնդրում ենք, որ քո կենթանարար խոսքը հասնի իրենց սրտին եւ իրենց կոտրված իրավիճակը եւ հիվանդությունը եւ փշրված հույսը դու քո զորավոր կերպով վերականգնես եւ այն մարդիկ ովքեր որ միգուցե որոնում են պատասխաններ եւ չեն գտնում եւ միգուցե դիմադրում են միայն դու ես այն բացատրողը որ պետք է ներկայացնես քո խոսքը եւ փրկություն բերես այդ մարդկանց սրտերի մեջ շնորհակալ ենք քեզանից Հիսուսի անունով ամեն ամեն Աստվածային շնորհքը, խաղաղությունը եւ օրհնությունները բոլորիդ հետ լինի։ Ամեն։